Բարև ձեզ բարեկամներ, մենք ողջունում ենք մեր բոլոր ունկնդիրներին եւ ինչպես ասում են միշտ սպասում մեր հետևորդների ցանկացած առաջարկությանը, ցանկացած այն ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների լուծմանը, որը դուք մեզ առաջարկում եք։ Իհարկե նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հետևորդներին, որոնք այսքանի օրերին եթերում տեսնելով մեր հեռուստաալիքին հաշվի համարները օգնության համար նախատեսված արդեն իրենց աջակցությունն են փորձում ցույց տալ Փակ TV-ին։ Ահա նորից եթերում մեր հաշվի համարներն են եւ այս հաշվի համարներով դուք իհարկե կարող եք միշտ անդրադառնալ ձեր ցանկությունների մասին գրել մեզ եւ մենք միշտ պատրաստ ենք ձեզ ինչպես ասում են աջակցել եւ ընդառաջել։ Իհարկե մեկ անգամ էլ ուզում եմ մեր սիրելի հետևորդներին կրկնել, որ մեր կողմից ինքնանպատակ չէր այս նոր հեռուստաընկերության ստեղծումը։ Նպատակը եղել եւ մնում է նույնը ստեղծել անկախ հեռուստաընկերությունը, որը պետք է կախված չլինի ոչ իշխանությունից, ոչ կուսակցական շահից, ոչ օլիգարխներից կամ արտաքին ազդակներից։ Ահա այսպես սիրելի բարեկամներ, մենք սպասում ենք ձեր, ինչպես ասում են, հերթական աջակցությանը եւ ես ուզում եմ, որ մենք միշտ հասկանանք, որ Փակ TV-ն իսկապես դա ձեր հեռուստաալիքն է, որը իրականում ամենաբաց եւ ամենայսպես թափանցիկ հեռուստաալիքներից մեկն է, եթե ոչ ամենան։ Սիրելի բարեկամներ, եթե հիշում եք, մենք երեք արդեն անոնսել էինք, որ մենք այսօր մեր տաղավարում պիտի հյուրընկալենք մի անձնավորության, ում վերջերս ունեցած ելույթը Փակ TV-ում իսկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել, բավական է ասել, որ մոտ 50,000 հետևորդներ դիտել էին այդ հաղորդումը եւ իրենց գոհունակությունը հայտնել, մենք հասկացանք, որ իսկապես կրքերը կապված Վարդան Ղուկասյանի հետագա ճակատագրի հետ իսկապես գնալով ավելի այսպես բորբոքվում են եւ այդ խոսակցությունը, ինչպես ասում են, այսօր նորից պիտի շարունակենք մեր հանրաճանաչ իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Շնորհակալ եմ, որ ընդառաջել եք մեզ, եկել մեր տաղավար, քանի որ իսկապես հետաքրքրությունը Վարդան Ղուկասյանի անձի հանդեպ անչափ մեծ է եւ դուք էլ երևի նկատեցիք, որ կրքերը գնալով իսկապես այնքան է այսպես բորբոքվում, որ նոր անդրադարձ չունենալ այդ հարցին մեր կողմից պարզապես սխալ կընկալվեր։ Համամիտ եք։ Իրավամբ այո։ Դե ուրեմն խնդրեմ, ինչ ճակատագիր է սպասում Վարդան Ղուկասյանին, ինչքան կտևի այս ձգձգվող դատավարությունը։ Նախ առաջին ես եմ շնորհակալ, որ իրոք պատիվ ունեցա երկրորդ անգամ հյուրընկալվելու Փակ TV տաղավարում եւ ասեմ նաեւ ունի որոշակի նախապատմություն։ Գիտեք, իրավամբ միանշանակ ինձ համար արդեն ինձ որ հանրայդ փաստադառնում ամենաանկախ հեռուստաընկերությունն է։ Գիտեք, պրակտիկայում բազմաթիվ են եղել, երբ ասենք ասուլիս ես հրավիրում, տասնյակ միկրոֆոններ են դրվում եւ հետո լսում ես յուրաքանչյուրի մեկնաբանությունը եւ տեսնում ես յուրաքանչյուրը յուրով է մեկնաբանում։ Կամ գնում ես հարցազրույցի հայտնի մի, ասենք, հեռուստաընկերություն ասեմ, թե թերթ ասեմ եւ թեթևակի փսփսում ականջիդ, ասենք, կոմպետանտ ասում, գիտես, պայմանական եմ ասում, պայմանական։ Գիտես, հանրապետականին բան մի ասա, Քոչարյանին ասա հանրապետական կամ հակառակը, կամ իշխանությանը մի քիչ կպել, ասում եմ, բայց ես իրավական բան եմ ներկայացնում, ինչ կարևոր է։ Ես ընդհանրապես երևույթն եմ, իրավական կարգավորումն եմ ներկայացնում, այս ժամանակ էսպես եղել, այս ժամանակ էսպես եղել, չէ, էլի եթե կարելի է մի ասա։ Ի տարբերություն նրանց, պարոն Ղուկասյան, իրավամբ ձեր մոտ բացարձակ նման բան չկա եւ այո, շատ եմ կարևորում, որ այս պայմաններում, այս նեղ պայմաններում դուք մշակույթ եք ցանկանում ձևավորեք, մշակույթ, որ նաև TV-ն կարա լինի անկախ։ Գիտեք, մի կարևոր բան էլ ասեմ, էլի։ Շատ եմ կարևորում, որ այստեղ, պարոն Ղուկասյան ջան, դուք կարողանաք հասցնել մի գիտակցության անձանց,
որ տարբեր, ասենք օպոզիցիա, պոզիցիա, ասենք մենք հիմա պայմանական նայում եմ, ասենք առերևույթ օպոզիցիա կա, պոզիցիան չկա, արեք ամեն ինչ գիտակցությունը փոխեք, որ պոզիցիան էլ գա, ոչ թե կուլիսներից դուրս նկատի ունեմ կուսակցություններին, կուլիսներից դուրս իր բլոտ խաղան, չգիտեմ ինչ խաղան, առավոտյան իրար քննադատեն, այլ հակառակը քաղաքացին թող տեսնի, որ ինչքան էլ գաղափարապես տարբեր են, կարող են գալ նստել մի TV-ում եւ յուրաքանչյուրը ներկայացնի իր ծրագիրը։ Եվ այո, կարևորում եմ նաեւ, որ այսպես ասած լայքերը շատ ունեն Փակ TV-ում, ես այդ ոլորտի մասնագետ չեմ, որքան հասկացա, ինչքան շատ են լայքում, այնքան իմիջը բարձանում համապատասխան տեղերը, նաեւ նյութականի հետ կապված, ես կարծես այդպես հասկացա, հաղորդումից առաջ որ զրուցում ենք, եւ ինչու՞ չէ նաեւ այդ աջակցությունից է բացառապես բխելու անկախության աշճանը, որ պայից օլիգարխը ձեզ ֆինանսավորեց, որ պայից կուսակցությունը ֆինանսավորեց, այդ պայից սկսած դուք լինելու եք կախյալ կներեք, ինչքան էլ որ հայտարարեք որ բանը։ Դրա համար կարևորում եմ յուրաքանչյուր քաղաքացու ներդրումը։ Շնորհակալություն մեկ անգամ եւս հրավերքի համար։ Այժմ Վարդան Ղուկասյանի հետ կապված հարցին։ Ուրեմն բաժանեմ երկու մասի, իրավականից զատ այնպես քաղաքանացվեց, այնպես շիլաշփոթ սարքվեց, իսկ այդ քաղաքական հարցության վրա դա բացարձակի իմը չի, ես այդ հարցության վրա բավականին բոբիկ եմ, բայց արձանագրեմ իրավական հարցության վրա, որ գիտեք, այսօր արձանագրենք հետևյալ փաստը։ Այսօր Վարդան Ղուկասյանը գտնվում է ժողովրդի լեզվով ասած նեղ կարգավիճակի մեջ, նեղ իրավական կարգավիճակի մեջ։ Ու ես որպես Վարդան Ղուկասյան իրավապաշտպան բացարձակ ես այն դիսկոմֆորտը չեմ ունենալու, առերույթ այն ռիսկերը, որ գնահատում են, ասում են պաշտպանեց Պողոսին, հետևյալ ինչ-որ ռիսկերը բաները կան, բացարձակ դա չի լինելու, ինչ ճանաչող մարդիկ պետք է գիտեն արդեն, որ գլխավոր շահը ինձ համար լինելու է Վարդան Ղուկասյանի շահը։ Այո, օբյեկտիվորեն ես օբյեկտիվ գնահատական հիմա փորձել եմ տալ իրավական հարցության վրա, իսկ ինչ վերաբերում է այդ քաղաքական այդ տարբեր տեսակի ինչ-որ պիկետներ, չգիտեմ ինչ, դա երևի թե արդեն պետքա, եթե դա ինքնաբուխ է, եթե դա ինքնաբուխ չի, ապա կա կուսակցություն եւ կուսակցության կոորդինատորների հետ կարելի է հարցերը կարգվել։ Այո, ես տեղին եմ տեսնում, երբ նախորդ դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանի հավաքվել էին հայություն եւ այս կարծես թե որոշակի զարմանք էր արտահայտվել, թե այդքան բարեկամ Վարդան Ղուկասյանի որտեղից։ Շատ ցանկալի է, որպեսզի պատասխանը տրվի հետեւյալ կերպ, որ Վարդան Ղուկասյանը բացի իր մայրիկից այլ բարեկամ չունի։ Սրանք այն մարդիկն են, որոնք մեկը նվիրյալ է, մեկը ինչ-որ հույս է կապում, մեկը ինչ-որ իր բողոքի ձայնն է ուզում արտել։ Եվ դա լավ կլինի, որ այնտեղի պետական լիազոր մարմնին, չնայած դատական իշխանությունը գիտակցի։ Այսօր Վարդան Ղուկասյանին առերևույթ մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ եւ պատկերացրեք առանձնապես ծանր հանցագործություններ մեղադրվող անձին հանկարծ հազարներով մարդիկ, այսպես ասած, պատժերժկային անում։ Դա վերջի հաշվով ներքին համոզմունքը նաև ձևավորելու, որ կներեք չի կարա Խարդախը, Շորթողը եւ այլ հանցագործությունների մեջ մեղադրվող անձը ունենա այդքան նվիրյալներ, բարեկամներ, այն էլ աշխարհի մակարդակով։ Դա պետք է կարողանալ ճիշտ բարձրաձայնել։ Ես երկու բառով ներկայացնեմ, որ մարտի 3-ին տեղի ունեցավ առաջի դատական նիստը եւ դատական նիստը որոշ ժամանակ անց հետաձգվեց։ Նախ հերավար կարգով ինչ թույլատրվեց, այս պայնգույները անգամ այդ հարցը չքննարկվեց մասնակցելու հերավար դատական process-ին, իսկ այնտեղի փաստաբանների խումբը հետևյալ մարտավարությունը ընտրեց, որ ծավալը բավականին շատ են, իրավամբ ծավալը բավականին շատ են նյութերի, պաշտպանական կողմի եւ ժամանակ, այսպես ասած, խնդրեց, որպեսզի դատարան ծանոթանա նյութերին, դատանը բավարարեց։ Ինչևէ դա իրենց մարտավարական, այսպես ասած, գործառույթներ, իրենք են այսպես ասած դատավարության գործի տերը, եւ դատան հետաձգեց մարտի 10-ին։ Երկու բառով ես կցանկանամ ներկայացնեմ հանրության համար, որտեղ տարբեր բաներ են խոսում, բացառապես իրավական հարցության վրա, ես հիմա կներկայացնեմ խնդիրը։ Խնդիրը ինչու՞մն է կայանում։
դեռևս 2023 թվականին նախ առաջ ընկնելով ասեմ, որ Հայաստանի կառավարությունը էսպանյունի պոզիտիվ պարտավորություն զուտ բխում է դա նաև պետության շահից, որպեսզի հետ վերցնի այն պահանջը, որը որ ներկայացնել է։ Հիմա ասեմ թե ինչի։ Դեռևս 2023 թվականին, այսինքն մոտ 2 տարի առաջ, մի քիչ, Հայաստանի պետական լիազոր մարմինը դիմում է Ամերիկայի Միացյալ Նահանգների համապատասխան պետական մարմնին, տեղեկացնում է, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել եւ խնդրում է տեղեկացնում է նաեւ, որ խափանման միջոցը կալանք է ընտրված եւ հայցում է ԱՄՆ-ից, որպեսզի Վարդան Ղուկասյանին, այսպես ասած, արտաքսեն հարկադիր կարգով բերեն Հայաստանի Հանրապետություն։ Այն ինչ որ հիմա քննարկում է այս դատարանը, եղել է 2 տարի առաջ։ Այդ ընթացքում գործառույթների իրավական մեծ գործառույթների արդյունքում միջազգային հեղինակավոր Ինտերպոլ կառույցը գտավ, որ միջազգային հետախուզումը պետք է վերացնել եւ վերացրեց հիմք ընդունելով նաեւ այն հանգամանքը, այո, դա բխում է Վարդան Ղուկասյանի շահերից պետք է ասեմ, հիմք ընդունեց այն հանգամանքը, որ Վարդան Ղուկասյանի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնավորներից մեկը նաեւ դա էր։ Ուրեմն 2025 թվականի հունվարի 30-ին Հայաստանի պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում, որպեսզի պետք է իրականացնի հերավար քրեական վարույթ։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ եթե նախկինում անձը այստեղ չէր կասեցրեցին, օրենքը ներքին պետական օրենքը թույլ է տալիս, որպեսզի հերավար քննություն իրականացվի, եւ այդ պահից սկսած քննությունը արդեն գնում է։ Այսինքն, եթե 2023 թվականին անհրաժեշտություն կար, որպեսզի Վարդան Ղուկասյանին բերեն Հայաստանի Հանրապետություն, որ քննություն իրականացնեն վերջինիս նկատմամբ, 2025 թվականի հունվարի 30-ից արդեն դրա անհրաժեշտությունը չկա, ինչի, որտեղ քննությունը արդեն գնում է, կա փաստաբան պաշտպան, կա Վարդան Ղուկասյան, եւ իմիջիալոց ես ասեմ լիազոր մարմին տեղեկացնել են, որ ցանկանում է ցուցմունք տա, ցանկանում է օգնի նախաքննությանը, որպեսզի օբյեկտիվ գնահատականը տրվի, նաև ցանկանում է առերեսվի այն անձի հետ, որի այսպես ասած հայտարարության հիման վրա մեղադրանք են առաջադրել։ Եվ դա օրենքը դա կարգավորում է, ասենք որոշակի գործառույթ պետք է լինի, բայց պաշտոնապես ես դա իրազեկել եմ վարույթ իրականացնող մարմին։ Այսինքն ամփոփեցինք, եթե 2023 թվականին Հայաստանից գրություն էր գնում ԱՄՆ, ասում էր ծանր մեղադրանքներ ենք առաջադրել եւ Վարդան Ղուկասյանին տվեք մեզ, 2025 թվականի հունվարից դրա անհրաժեշտությունը արդեն չկա, չկրկնվեմ, բայց երկու բառով ասեմ, որովհետեւ քննությունը արդեն գնում է։ Այսինքն Վարդան Ղուկասյանի անհրաժեշտությունը այն ժամանակ կլինի առերևույթ, երբ քննությունը գնա դատանը հաստատի իր մեղքը եւ կարիք լինի, որպեսզի անձին պայմանական եթե դատապարտեն, այն ժամանակ կարիք լինի։ Տվյալ պայմաններում անհրաժեշտությունը վերացել է։ Հիմա ինչ եմ ասում, որ սա նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետության շահերից է բխում, որպեսզի հետ վերցնի, որովհետեւ ակնհայտ է, որ իրավիճակ փոխվեց։ Հիմա այս բոլոր փաստերը կա դատանը գիտի արդեն որ քննում է։ Պաշտպանները, լոյերները, փաստաբանները բոլորը գիտեն։ Հետագայում դատանը գնահատական է տալու։ Այդ հարցի վերաբերյալ կոնկրետ իրավական գնահատական է տալու։ Բայց չի ասի հարգելի Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Եթե դուք արդեն իրավիճակը փոխվել է, անձին կարիքը չկա, 2023 թվականի փաստաթուղթը ինչի դուք չեք վերանայում։ Այսինքն շատ հաճախ ես բազմիցս եմ բանը շփում, շատ հաճախ եւ իրավապաշտպանները, փաստաբանները, պաշտպանները ինչու՞ չէ գերակա համարելով իրենց վստահարթիշը ցույց են տալի պետական լիազոր մարմիններին, որ այս հարթության վրա դու ճիշտ ես, վաղը խնդիր ես ունենալու։ Եվ չգիտես ինչի բանը դառնում են այսպես ասած սպիտակ տեսև ագրավ, դրանից հետո որոշ ժամանակ անց տարիներ անց միջազգային նացիաները ասում են այն, ինչ որ ասում է իրավապաշտպանը։ Ես հիմա այս պահին դիմում եմ Հայաստանի Հանրապետության բարձր դռանը իդեմս պարոն Փաշինյանի։ Պարոն Փաշինյան, այն փաստաթուղթը որ քննարկվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում, այդ փաստաթուղթը
իր անհրաժեշտությունը կորցրել է, որովհետև այն ժամանակ երբ այդ փաստաթուղթը ուղարկել էին, այն ժամանակ այո, քրեական վարույթը կար, գործը կասեցված էր։ Հիմա կասեցումից գործը հանված է, այսինքն լիազոր մարմինը գտել է, որ հերրակա քրեական վարույթ պետք է իրականացնի, հերրակա դատավարություն պետք է իրականացնի, հերրակա քննություն պետք է իրականացնի, եւ այլևս արգելք չկա, որպեսզի պարտադիր պայման դիտվի Վարդան Ղուկասյանի ներկայությունը։ Այո, դիմում եմ ձեզ, որպես իրավապաշտպան, ասում եմ հետեւյալը, հետագայում դրա իրավական գնահատականը կտան համապատասխան միջազգային ատյանները եւ ցանկալի չի, որ անարմար վիճակի մեջ ընկնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հիմա գանք կոնկրետ այդ լիազոր մարմնի ներկայացրած, այսպես ասած, դիմումին, որով 2 տարի առաջ ցանկանում էր որպեսզի Վարդան Ղուկասյանը գար։ Վարդան Ղուկասյանին արտաքսեն Հայաստան, այսինքն հարկադիր կարգով բերեին։ Ամենակարևորը ես չեմ մանրանա հիմա իրավական որոշակի մեղադրանքների շուրջը դրա գնահատականը հետագայում թող Հայաստանի դատանները տան։ Մեկ անգամ եւս ասում եմ, գլխավոր շահը ինձ համար, քանի որ պաշտպանում եմ Վարդան Ղուկասյանն է, եւ եթե հայաստանյան դատարանները օբյեկտիվ ամեն ինչ արվելի է, որպեսզի լիարժեք որ օբյեկտիվ քննություն գնալու, եւ եթե Հայաստանի դատարանները կտան, որ այդ հոդվածներից ցանկացած մեկով անձը մեղավոր է, ինքս եմ խախտել եմ էթիկայի նորմա, փաստաբանության մասին օրենքը եւ այլն եւ այլն եւ այլն, ինքս եմ միջնորդել, որ ամենամաքսիմալը տան Վարդան Ղուկասյանին։ Ինչի որտեղ Վարդան Ղուկասյանը հրապարակային քաղաքական գործիչ է, բլոգեր է եւ իր ցանկացած ասածը իգիտություն է ընդունվում տասնյակ հազարավոր մարդկանց կողմից։ Եվ այդ պայմաններում այդ կարգի մարդկանց պետքա խոշորացիով նայել, քաղաքական գործիչ կլինի, պետական պաշտոնյա կլինի եւ այլն, այդ հարթության վրա եթե մեղքը ապացուցվում է, ավելի մաքսիմալ ձևով պետքա ասենք բան առումով գնահատականը տան, իրավական առումով գնահատականը տան։ Հիմա ամենակարևորը, այդ գրության մեջ, որ Հայաստանի պետական լիազոր մարմին ուղարկում ԱՄՆ-ին, ծևը սպիտակի վրա իմպերատիվ գրում է, մոտարպես այս ֆորմատով, ասում է անձը առանձնապես ծանր հանցագործություն է կատարել եւ տակը գրում է անձը քաղաքական հասարակական գործիչ չի, այսինքն ներկայացնում է հարևան պետությանը, որ պետքա քննի Վարդանի գործը, ասում է հանկարծ չմտածես, որ նա քաղաքական գործիչ է, ինչ-որ բաներ անում, նա բանի մեկն է, հանցագործի մեկն է եւ բացառապես կատարել է հանցագործություն։ Այստեղ ես ասում եմ ստոպ, այն ստի ոտը կարճ է։ Բավաղը միսօր այդ դատարանը գնահատական է տալու, ինքը գնահատական է տալու Հայաստանի ներկայացված այդ փաստաթուղթը, որ ասում է ինքը ծանր հանցագործություն է կատարել եւ քաղաքական գործիչ չի, քաղաքական հասարակական գործիչ չի, ակտիվ գործիչ չի։ Այն դեպքում, երբ հանրայդ փաստը հիմա դուրս եք փողոք, ասեք Վարդան Ղուկասյանով։ Վարդան Ղուկասյանի չափ իր այդ հրապարական ելույթներից հետո ամենաշատ լայքվող անձիկ են եղել մեկ։ Երկրորդը, բա այն միջազգային են գելաբան, որ ասում են հետազոտությունները։ Վարդան Ղուկասյանը իր մի հատ կոմպյուտերով քաղաքական իշխանություն մտավ։ Մի հատ իր կոմպյուտերով։ Եվ երբ նայում ես, մարդիկ կան պորտֆելներով փող են ուզում ծախսեն չանցան քաղաքական ընտրությունների ժամանակ, հա, Վարդան Ղուկասյանը, չեմ հիշում, 3 միլիոն ծախսեց, թե 2 միլիոն ծախսեց, այն էլ վստահորդներին, ասենք ինչ-որ հաց բանի, ես դա տեղեկացել եմ բանից, այդ կուսակցության կոորդինատորից, որ ասեց, Այլևուն ջան, ասեց, բացարձակ փող չի եղել, ասում է, ինչ եղել է, դաժե ասում է, ժողովուրդն էր գալիս հացով բանով եւ այլն։ Այո, ես այդպես եմ տեսնում, եւ նման դեպքում հիմա մի քիչ շատ երկարացեցի, բայց սա շատ կարեւոր հանգամանք է։ Վաղը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ինչքան ամոթ կլինի, եթե ներկայացնեն, ասեն, բա դու ասում ես, մարդը ծանր հանցագործություն է կատարել, խուժան խուլիգանի մեկն է։ Այս մարդը Հայաստանում անցողի տեղ ունի համապետական ընտրություններում, ասում են երկրորդ տեղը պաշտոնական, բայց օդից կախված տեղեկություններով ասում են բան չեն արել շատ այդքան դոգին առաջի տեղով է գնացել։ Այսինքն ամփոփելով միտքս, պարոն Հուշան, գիտեք, այն որ այսօր Վարդան Ղուկասյան եւ Վարդան Ղուկասյանի նման անձիկ են իհայտ եկել, դա հենց այնպես չի լինում։
Այսինքն գալիս է յուրաքանչյուր պատմական շրջանում յուրաքանչյուր հասարակություն արժանի այն քաղաքական գործին, որը որ տվյալ պահին կա։ Սա է իրականությունը։ Թե ինչի այո ցանկալի կլներ, որ Վարդան Ղուկասյանը լիներ ոչ այդ ֆորմատով Վարդան Ղուկասյան, անընդունելի է այն ֆորմատը, ով իրականացնում է իր քաղաքական հասարակական գործունեությունը։ Ես չգիտեմ նա վաղը եթե կգա իշխանության ինչ ֆորմատով անելու ոնց անելու, բայց դա եկավ մի սիտուացիա եկավ, որ քաղաքացին այսօր վստահում է, քաղաքացու X տեսակը բացառապես վստահում է Վարդան Ղուկասյանին։ Ինչ է ասում, մարդիկ են գալի մոտ, ասում է տարի ու կես ես տանջվեցի, չարչարվեցի պետական հիմնարկից, պետական հիմնարկ էին տշում մենակ նրա համար, որ կարգս փոխեն թե չփոխեն ասում է։ Ասում ավելի շատ հիվանդացա, մահվան շեմին գնացի։ Ասում դիմում գրեցի, այդ մարդուն չեմ ճանաչում, ընդամենը մի հատ դիմում եմ գրել։ 3 օր հետո ասում ինձ զանգեցին, ասին, արի մի հատ բան անենք, մի հատ ներողություն խնդրեցին։ Ահավասիկ սա է պատճառը։ Եվ դրա գնահատական ինքն իր համար պետքա տա գործող իշխանությունը, թե ինչի է այդպես։ Ինչևից է, ավարտելով միտքս ես ընդամենը ասեմ հետևյալը, որ լիահույս եմ, որ մաքսիմալ օբյեկտիվ ձևով մաքսիմալ կներկայացվի դատարանին այն փաստաթղթերը, ինչի մասին շատ հակիրճ ես խոսեցի, եւ իրավամբ դատարանը իր գնահատականը կտա։ Պարոն Բաղդասարյան, ես պետք է ասեմ, որ մեր ունկնդիրներից շատերին հետաքրում է այսպեսի մի հարց. ինչու դուք կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին նախնական ցուցակը չի ներկայացրել, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչն է պատճառը։ Պարոն Շան, հարցը կարծում եմ ավելի շատ քաղաքական է, ես ընդամենը ունեմ իմ սուբյեկտիվ պատճառը, առաջինը, որ այսօր կուսակցության անդամների թիվ 1 խնդիրը կայանալու նրանում, որպեսզի իրենց գլխավորի, իրենց առաջնորդին իրանց այդ ժամանակ էներգիան ավելի շատ տրամադրեն, որպեսզի հասկանան թե ինչ է լինում, չնայած իմ սուբյեկտիվ կարծիքով, ես իհարկե քաղաքական հարթակում նորից եմ ասում, բոբիկ եմ, կներեք, իմ սուբյեկտիվ կարծիքով ավելի քան հիմա կարելի է ներկայացնել, որպեսզի այս հարթության վրա եւս ստատիստիկ տվյալ վերցվեր, չկա կուսակցության առաջնորդը, եւ այսօր տարբեր լուրեր են պատտվում, ծեծել են, սպանելու են, ամբուժելի հիվանդա, արտաքսել են եւ այլն, եւ շատ հետաքրքիր կլներ այս հարթության վրա քանի տոկոս ձայն կբերեր։ Իրականում շատ հետաքրքիր կլներ։ Կարող բավականին քիչ լիներ, կարող բավականին շատ, եւ դրանով կարելի է նաեւ գնահատական տալ քաղաքացու կողմնորոշումը։ Դժվարն եմ ասեմ, բայց դա տվյալ քաղաքական կուսակցության իրավունքն է եւ իր բացառիկ որոշումն է, որ պետք է հարգել։ Տակը բաներ ման չեմ գալի, իմիջիալից մի շաբաթ առաջ որոշակի հարթակներում փորձում էին ներկայացնել, որ 1 միլիոն եվրո թե 1 միլիոն դոլար մի բան էլ ավել գումար ավերցրել դոգը արդեն բանում է։ Հա, եւ ասում են դա հատուկ է սարքված ասում են, այնքան իմպերատիվ էին ասում, նենց համոզից ոնց որ այնտեղ են եղել մոմեն բռնել փող տալուց վերցնելուց եւ այլն, հա, ասում են հատուկ է սարքված, որ իրան պետքա ժամանակավոր մեկուսացնեն, որպեսզի գումարն էլ տվել են, որպեսզի այնպես տպարություն չստացվի, որ գումարը տվել են։ Ինչևից է դրանք ասոյկոսներ են, ես ընդամենը մի բան կարող եմ արձանագրել, Պարոն Շան, կարևոր բան եմ ուզում ասեմ, բազմիցս դոգը հայտարարել է, որ ինքը աթեիստ է, բազմիցս ցույց է տվել, որ ինքը ոչ շատ բացական բաներ ունի, իրեն շրջապատող մարդկանց ում հետ որ ինքը աշխատել է, բազմիցս են ասել, որ նա, այսպես ասած, կարա մեջքից հարվածի չգիտեմ ինչ, ես տվյալ անձնավորությանը ճանաչում եմ երևի մոտ 2 տարի։ Ինձ համար ինքը ասոցացված է, որպես բացական կերպար, որտեղ շրջապատի մարդիկ եւս ում ճանաչել են բացական է ներկայացրել, բայց հիմա արձանագրում են պաշտոնապես։ Շատ քրիստոնյաներից ավելի քրիստոնյա է այդ մարդը։ Ամենայն պատասխանությամբ եմ ասում, եւ շատ խուլիգան խուժաններից ավելի պարկեշտ եւ օրինապաշտ է։ Ես դա ոնց ասեմ, այս տարիների ընթացքում զգացել եմ, թե մարդը ինչ հավատ կարա ունենա իր իրավաբանի, ինչ բավ եմ ասում, իրավապաշտպանի նկատմամբ, անգամ անվերապահորեն ընդունի նա, որովհետև իր ներսում էլ այդպիսի բան եմ տեսնում, որ այո, եթե մարդը կողքի տա եւ իր մարդուն վստահում ես, ուրեմն ունես պարտավորություն զինվորի պես լսելու։ Թերևս այսքանը դրա հետ կապված։
Որպես փորձառու իրավապաշտպան ի վերջո այս ոլորտի ճանաչված անձնավորություն ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը այնուամենայնիվ որքան կարող է տևել Վարդան Ղուկասյանի այս ձգձգվող դատավարությունը Գիտեք, ամերիկյան դատավարությունը ի տարբերություն հայաստանյան դատավարության, որ ռոմանո-գերմանական իրավական համակարգումը, նա անգլոսաքսոնական իրավական համակարգում է, համեմատած ավելի ժամանակային առումով ավելի կարճ են տևում, բայց հաշվի առնելով գործի բարդությունը, նաև թարգմանչական որոշակի աշխատանքներ, ինչու՞ չէ նաև փաստաբանները հայեր չեն, իրենք ոչ հայ չեն, այսպես ասած, մինչ ազգեն կարևոր չի, եւ իրենց եւս որոշակի մենտալիտետային որոշակի բաները ժամանակ անհրաժեշտ, ուղղակի ես վերջիններիս բացման խոսքի հետ կապված ընդունելով հանդերձ իրենց մարտավարությունը, բայց ես կարծում եմ այս կարգի գործերով անհրաժեշտ էր, որպեսզի ներածական որոշակի հայտարարությամբ հանդես գար լոյերը փաստաբանը, որպեսզի դատավորը կարողանար ընկալել, թե այս ծանր հանցագործությունների տակ ում անձնա, ես կարծում եմ հետագայում այդ հարցը միգուցե լոյերները այնտեղի լոյերները կշտկեն։ Իսկ եթե հնարավոր, ես ասեմ նաև, որ հնարավորություն է տրվելու ինձի դիրքորոշումը գրավոր ներկայացնելու, ինչը որ ես կանեմ, իսկ եթե հանկարծ հնարավորություն տրվի նաև խոսքով, որ ես հասկացա, որ այդ հնարավորությունը միգուցե նաև չտրվի, նաև շատ հակիրճ կներկայացնեմ խնդիրը, որի օբյեկտիվ գնահատման դեպքում ավելի քան վստահ եմ պարոն Վշյան, որ ենթակա է մերժման։ Մի քանի չափանիշներով իմպերատիվ ենթակա է մերժման։ Մենակ այն առաջի չափանիշը, որ ասացի, որ անհրաժեշտ չէ բացակայում, այդ հիմքով արդեն ենթակա է մերժման։ Վերջին հարցը։ Մենք ի վերջո երբ Փակ TV-ի տաղավարում կարող ենք տեսնել օրինապաշտ քաղաքացի հաղորդաշարի առաջին եթերը։ Պարոն Վշյան, հարցը հիմա բանա, այսպես է հարցը հարցով, այն հրեական ասում է հարցը հարցով օդի մեջ կախեց։ Արդյոք ունկնդիրների են զանգվածը բանակը ունենք, ովքեր իրոք կցանկանան տեսնեն մասնագիտացված որակյալ փորձագետի, իրավաբանի, փաստաբանի, ինձ նկատի չունեմ, նկատի ունեմ օրինապաշտ քաղաքացու մասնագետներին, որոնք ցանկություն կունենան պարզաբանել քաղաքացու տարական իրավունքը եւ խախտման դեպքում ես նկատի չունեմ քրեական, ավելի շատ նկատի ունեմ առօրյա քաղաքացիական եւ խախտման դեպքում իրանց գործողությունները։ Եթե կարծում եք նման բանակ կա, ոչ թե ասենք կներեք 3000, 4000 դիտորդի այլ մի զորո ավելով, որտեվ դա մեզանից կոնկրետ ինձանից որպես տվյալ ընկերության, ասենք, գլխավոր տնօրեն, ինձանից խլելու է ինչպես նաև ժամանակ, այնպես նաև ֆինանսական ռեսուրսներ, որտեվ որակյալ մասնագետ այսօր, այսպես ասած, այնպես չի եւ յուրաքանչյուր մասնագետի բանը պետք է կարողանալ ճիշտ ընկալել։ Նման պայմաններում, եթե որ պահին դուք կասեք հարգելի պարոն Վշյան, որ մի հզոր բանակ կա եւ կտակ երաշխիք, որ բանակ կա, ես սիրով պատրաստ եմ եւ շնորհակալ եմ ձեր TV-ում այդ հաղորդումը տեղադրելու։ Հաղորդաշարը։ Ասեմ, որ միանշանակ դրա պահանջը կա եւ ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք ձեզ հետ ընդհանուր հայտարարի կգանք այս հարցի կապակցությամբ։ Շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար, բայց մեր այսպես ասած անակնկալ հանդիպումները, զրույցները կապված Վարդան Ղուկասյանի այս ձգձգվող դատավարության ընդհանրապես անձի հետ, ես կարծում եմ մենք շարունակենք, որովհետեւ հետաքրքրությունը իսկապես ահռելի է։ Պարոն Վշյան, պաշտոնապես հայտարարում եմ 2025 թվականի ապրիլի 7-ից օրինապաշտ քաղաքացի հաղորդաշարը դուրս է գալու եթեր։ Եվ ես կխնդրեմ հանկարծ ունկնդիրները չմտածեն, որ նախապես պատրաստվել էինք, սա իրոք ինքնաբուխ եղավ եւ մեծ պատասխանատվություն եմ վերցնում իմ վրա ապրիլի 7-ին հաշվի առնելով Մայրության գեղեցկության հետ կապված միգուցե հենց առաջի հաղորդման իրավական այդ ծրագիրն է լինի մայրերի այսպես ասած իրավունքներին ինչու՞ չեն նաև մտքովս անցավ
կդնեմ շատ սիրուն համեմատական, իշքանու հիմա քննադատում են խորհրդային միությունը, կդնեմ համեմատական, թե սովետական միության ժամանակ աշխարհի լավագույն իրավական նորմը մայրերի պաշտպանության համար եղել է սովետական միության այդ համապատասխան իրավական նորմերը։ Շատ սիրով պատրաստ կլեմ առաջի հաղորդման էլ երևի ինքս կմասնակցեմ, շնորհակալ եմ։ Եվ շնորհակալություն, սիրելի բարեկամներ, հերթական անգամ մենք հյուրընկալել ենք մեր հանրաճանաչ իրավապաշտպան այս ոլորտի լավագույն մասնագետներից մեկին Լևոն Բաղդասարյանին։ Այսօր այսքանը, ցտեսություն։